Տեսնելով սննդի անվտանգության պետական ծառայության դեղին ավտոմեքենաները, գումի շուկայի մսավաճառները զգաստանում են, գիտեն հերթական խախտումն իրենցն է լինելու։ Անկոչ հյուրերին մսավաճառները դժգոհ են դիմավորում, փորձել են, եթե օրն այսպես է բացվում, գործը ձախ է գնում։ Վաղ առավոտյան շուկա եկած տեսուչներն արդեն խախտումներ են գտել։ Քանի որ փորձաքննություն չուներ միսը, վաճառքը կասեցվեց։ Սանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր չունի նաև մսավաճառը։ Վկայականը ոչ միայն հին է, այլև կեղծ է։ Ինքը կանգնած վաճառում է, բայց այստեղ բանը ցույց է տալիս լրիվ ուրիշ մարդու սանիտարական գրպիկ։ Ժամկետն անցել է պիտի հանել։ Առևտուրը կանգնել է նաև հարևան տաղավարում, բայց մսավաճառին դա չի անհանգստացնում։ Կարևորը ինքը իր ապրանքից դժգոհ չէ։ Այստեղ միակ խնդիրն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը չէ։ Անասնաբույժը ամեն օր ստուգումներից հետո կիլոգրամներով վարակված միս է ուղարկում վերամշակման։ Գրեթե ամեն օր հայտնաբերվում է եւ ուղարկում է երշիկի արտադրամ ասած։ Ջերմային համապատասխան վերամշակում անցնելուց հետո մսամթերքն անվտանգ է դառնում։ Անասնաբույժը դժգոհում է, աշխատելու տեղ չունի, իրեն լաբորատորիա է պետք, այնինչ Խնդրել ենք տներից մեկում մեզ մի փոքր անկյուն են հատկացրել։ Կատարում ենք փորձաքննություն ասածը բակտերիասկոպիա, տրիխինելոսկոպիա։ Մշտական գնորդները մսի որակից գոհ են, սպասարկումից ոչ։ Ասացի, որ ձեռնոցներով աշխատեն, դες նախարարությունը բերի էժանգներով, որ այս մարդիկ ամեն րոպե փոխեն։ Էժան ձեռնոց, գլխարկ ու գոգնոց մսավաճառի համար արտահայտությունն էական չէ։ Որ իմանայինք հենց հիմա գալու ենք, հաստատ կհատվի։ Անցորդներից մեկը տեսուչներին հուշում է, ստուգումները սկսեք գումի շուկայից։ Մենք միշտ այսպես ենք խորում։ Մեր աչքի գերանը թողած, ուրիշի փուշը չտեսնենք։ Ուրեմն սկզբից մեր շուկան կարգ ու կանոնի վրա դնենք, նոր հետո իջնենք կամաց ներքև։ Երևանի գլխավոր տեսուչը մսի շուկայից դժգոհ է հեռանում։ Չփորձաքննված մսից աղաղակող խախտում ես չեմ կարող համարել, որտեղ ամենակարևորը ես համարում եմ, որ անվտանգ մսամթերք մեր ազգաբնակչությունը ունի։ Տեսուչները նմուշառումներով գնացին լաբորատորիա, թե երբ մսավաճառները կվերադառնան կրպակներ, կորոշի փորձաքննությունը։ Գեղանուշ Աբրահամյան, Միլենա Պողոսովա, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։